Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտիկ Երեմյանի սանիկը Արթուր Նահապետյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախորդ օրերին հանդիպումներ է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի և Գևորգ Քոչարյանի հետ։ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ թե հանրագումարով, թե բարևարկությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։ Նշենք, որ Արթուր Նահապետյանն Արգիշտիկ Երեմյանի մտերիմն ու սանիկն է։ Նրանց աշխատանքային գործունեությունը ևս փոխկապակցված է եղել սկսած Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքից, ապա պետական վերահսկողական ծառայությունում, իսկ Երեմյանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի նշանակվելուց հետո Նահապետյանը տեղափոխվել է ԱԱԾ որպես քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։ Ավելի ուշ 2023 թվականի մարտի 17-ին նախագահի հրամանագրով ԱԱԾ նախկին պաշտոնյան նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, իսկ 2025 թվականի հունվարին դատական համակարգից տեղափոխվել է քննչական կոմիտե, նշանակվելով քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։